Եկեղեցու և կաթողիկոսի դեմ Փաշինյանի արշավը դարձավ կրակոտ սեփական ոտքին, մի ինքնախարազանում, ինքնախոստովանություն և ինքնավարկաբեկում, որովհետև այդ պայքարում հանուն իր նպատակի և իր իշխանության, նա սիրահոժար գրկախառնվեց օրինակ arczepiskopos Կճոյանի հետ, ում հենց ինքը անձամբ մեղադրում էր եկեղեցին արատավորելու մեջ բենտլիների, սիրուհիների, կոռուպցիոն սկանդալների հետ կապված և այսօր էլ հետաքրքիր զուգադիպությամբ ընթերցում էի լրահոսը, տեսնում եմ 10 եպիսկոպոսներ կոչ են արել մայրաթորում հավաքվել պահանջել կաթողիկոսի հրաժարականը և միաժամանակ հարցումը դատախազությանը կապված Կճոյանի դեմ քրեական գործերի։ Եվ ինչ է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը հանուն իր նպատակի պատրաստ է համագործակցել ցանկացածի հետ։ Այսօր նա պահանջում է կաթողիկոսի հեռացում և եթե կաթողիկոսը իր կամքը կատարի, նա կհամագործակցի կաթողիկոսի հետ։ Նա մեղադրում էր Թալանի մեջ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բայց հանուն իր նպատակի նա կհամագործակցի և կգրկախառնվի նաև նրանց հետ, որովհետև կա նախադեպ, կա ապացույց, որ նա պատրաստ է դրան։ Նա մեղադրում է օտարների գործակալ լինելու մեծ մարդկանց, բայց իրար գործնախարարին ուղարկում Եվրամիություն դառնալու գործակալ, փող խնդրելու այլ պետության դեմ պայքարելու համար։ Սա մի շղթա է, սա սեփական ոտքերին ոչ թե ուղղակի ատրճանակով, այլ գնդացիրով կրակելու գործընթաց է։ Նա անում է ամեն ինչ, որը կարելի է համարել անսկզբունքայնություն։ Չկա ոչ մի արժեք, չկա ոչ մի սրբություն։ Հետևաբար, եթե կաթողիկոսը հենց այսօր այդ 10 եպիսկոպոսներին վտարի եկեղեցուց, դա չի հակասի Փաշինյանի քաղաքականությանը, որովհետև դա կլինի եկեղեցու մաքրում,